Սննդի շուկայի 50-ից ավելի խոշոր միջին եւ մանր ընկերություններ, արտադրամասեր եւ կազմակերպություններ այսօր կառավարության նիստերի դահլիճում էին։ Armprod-Expo 2012 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին այս տարի ներկային ոչ միայն հայաստանյան ընկերությունները, այլև Արցախի ներկայացուցիչները, թե Հայաստանի եւ թե Արցախի գործարարների նշած խնդիրները նույնն են։ Մենք մեր ուրույն տեղը ունենք շուկայում, որ չենք պատրաստվում մեր տեղը հանձնել ինչ-որ մենաշնորհ ընկերություններին։ Սպառման շուկայի հետ կապված խնդիրները զուտ նրանք են, որ կաթի քիչ քանակի պատճառով անարատ կաթի մեծ քանակ չեն կարողանում ապահովել։ Մենաշնորհի առաջացած խնդիրների մասին չեն խուսափում բարձրաձայնել լուսամթերք եւ հավկիտ արտադրող միջին բիզնեսով զբաղվողները։ Ունենք այնքան քանակություն հավկիտների, որքան որ կարողանում ենք սպառել։ Մանր եւ միջին բիզնեսով զբաղվող ընկերությունները խոստովանում են, որ գործունեությունն էլ ավելի ընդլայնելու համար անհրաժեշտ է նվազեցնել հարկերը։ Թռչնամիս արտադրողների խոսքերով իրենք ստիպված են բարձրացրել լուսամթերքի գինը։ Ինձ թվում է, բենց ընկերություններ չկան, ովքեր չեն ունենում նմանատիպ խնդիրներ։ Մի քիչ խնդիրներ կան հացահատիկի թանկացման հետ կապված, որը որ նաեւ ասենք մեզ էլ է թելադրում, որ թռչնամիսն էլ թանկանա։ Տաթևիկ Ազիզբեկյան, Կարեն Չիլինգարյան, IPFE։ Այս տարի առաջին անգամ Armprod-Expo 2012 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մուտքի համար այցելուները պետք է վճարեն 500 դրամ։ Ըստ ցուցահանդեսի PR մասնագետի հավաքված գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով։ Սահմանափակ հնարավորություններով երեխաների օգտին